Սրտի տանիքներով Մուսա Production Զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով, ես զբաղվում եմ արվեստով, ես երաժշտության մեջ եմ, ես շարժման մեջ եմ, ես աշխատում եմ երեխաների հետ եւ այն էմոցիաները, այն դրական լիցքերը, որ ստանում ես աշխատանքից, երաժշտությունից, ինչ որ մի նեղվածություն, որ նույնիսկ եթե լինում է կյանքում, դե բնական է մենք բոլորս սովորական մահկանացուներ ենք եւ ամեն ինչ լինում է մեր կյանքում եւ շարժումը, պարը, չգիտեմ, դահլիճի հայելին, կարծես թե ինչ-որ տենց մոգական ուժ ունի, կարծես չէ, իրականում մոգական ուժ ունի եւ դա միանգամից այն որ sense տրամադրություն չես ունենում, մտնում ես դահլիճ, երաժշտություն մեկում պարում ես, всё լիցքաթափվում վատ էմոցիաները գնում են, զինվում ես լավով։ Էմոցիաները գնում են, դրական լիցքերը հավաքում ես եւ դուրս ես գալիս դահլիճից։ Փոքր ժամանակվանից էր բարում։ Ոչ, 15 տարեկանից։ Իսկապես։ Իմ կյանքն են ստացվեց, որ ես ամեն տեսակի սպորտով գրեթե զբաղվել եմ, բացի պարի։ Ես պարի 15 տարեկանում իմ մոտ առաջացավ մի հատ անբացատրելի ցանկություն գնալ պարի։ Բայց դե արդեն դա այն տարիքն է, երբ պետք է որոշես ինչ-որ մի մասնագիտություն։ Եվ ես արդեն ծնողներիս նաև խորհրդով, բայց ես հասկանում եմ, որ դա այդքան էլ իմը չի, իմ ծնողները ինձ խորհուրդ էին տալիս, դե ընդունվի Բրյուսով, լեզվաբանական, ինձ մոտ ավելի հումանիտար ուղղվածություն է, ինձ մոտ դա լավ է ստացվում, ընդունվի եւ այլն եւ այլն։ Դե ես արդեն այտենց ոնց որ ինքս ինձ նոր պարապելով ուղղությունս բռնել էի դեպի լեզվաբանական համալսարան։ Բայց 15 տարեկանում սենց մի տեսակ սենց ինչ-որ մի անհասկանալի բան հասկացա, որ ես շատ ուզում եմ գնալ պարի։ Եվ այդ ժամանակ հեռուստացույցով Սոֆի Դևոյանի գովազդն էր գնում ու ինձ հենց այդ ոճն էր դուր գալիս, որտեղ դա ինչ-որ սենց հետաքրքիր բաներ կար, սենց զուտ ազգային կամ ինչ-որ սենց բաներ չէին, սենց հետաքրքիր ինչ-որ սենց ժամանակակից ուղղվածություն կար եւ այլն, ասի հենց ստեղ եմ ուզում գնամ։ Եվ ճշտեցինք մեր տունը կենտրոնում է եւ այդ ժամանակ Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնը գտնվում էր Ազարյանի կենտրոնում, այդ գիմնաստիկայի կենտրոնում, մի փողոց այնքան շատ հարմար էր ամեն ինչ եւ գնացի պարի, սենց երկար մազերով, դեռ այդ ժամանակ մինչեւ 16 տարեկան մազերս այսքան էին։ Գնացի պարի եւ ես գտա ինձ։ Ես գտա Իրեն Ուլիխանովային, ես գտա այն մասնագիտությունը, այն ճանապարհը, որով որ ես ուզում եմ անցնեմ։ Ես հասկացա, որ ես ուզում եմ իմ ոճը փոխեմ, ճիշտ է, ես միշտ տեսնում էի կարճ մազերով, մի հատ սենց ռուսկին կար անդադ, ինքը ինձ հանդիպում էր փողոցում եւ սենց իր մազերը կարճ էր, միշտ նայում եմ, ասում եմ, ոյ, իրա նման եմ ուզում մազերս կտրում, շատ սիրուն է, շատ նենց հավես է։ Եվ գնացի այդ ռիսկին, մազերս էլ կտրեցի եւ իսկ այդ առաջին ռեակցիան, երբ որ քեզ հայելու մեջ տեսար կարճ մազերով, քեզ դուր եկավ մի անգամից, թե ասեցիր, ես ինչ արեցի։ Թարսի պես այսքան մազից մի անգամից կտրեցին շատ կարճ։ Նույնիսկ էսրանից էլ կարճ։ Այն որ sense ես մի հատ շոկի եկա, դու ասեցի լավ չէ, ես վсё ես իմ երազանքի ստրիժկան է, ես ոնց է լինի ինչ որ մի բան կստանամ։ Դրանից հետո արդեն փոխվում է քո սանրվածքը, փոխվում է քո դիմահարդարումը, փոխվում է քո հագնվելու ոճը։ Մի խոսքով ամեն ինչ փոխվում է։ Դե ամենը մտածել էիր։ Չէ։ Ոնց ես քեզ տես։ Չէ, հետո սկսում եմ կամած։ Հիմա ասենք օրինակ հին նկարն ես նայում եմ, տենց ինչ որ տենց շատ տարօրինակ դեմքով է մի քանի տեղի։ Սկսվեց կամած կերտել։ Գուցե 5 տարի կամ 10 տարի հետո էլ էս հիմիկվա նկարն նայեմ, ասեմ դե լավ էս ինչա։ Իսկ Սոֆի Դևոյանի հետ հանդիպումը հիշում ես։ Սոֆի Դևոյանի հետ հանդիպում դες գնացել էի մշակույթի կենտրոն, այսինքն գոյություն ունի Պարիև հոգու թատրոն, որտեղ որ հենց դասավանդում է ուսուցանում է Սոֆի Դևոյանը եւ մշակույթի կենտրոն։ Ես գնացել եմ մշակույթի կենտրոն զուտ պարելու եւ մեր ուրեմն տարեկան ոնց որ հաշվետու համերգ, ոնց որ միջև հիմա անում են բոլորը, հաշվետու համերգը պետք է լիներ եւ դա այնպես լավ եմ հիշում, դա կուկուռուզնիկում էր։
այդ բեմում էր։ Կար դեռ կուկուռուզնիկը շատ հրաշալի շենք էր եւ շատ հրաշալի դահլիճ էր։ Մենք ուրեմն Սոֆի Դևանը փորձ էր անում, ոնց որ sense գեներալնի փորձ էր անում ու բոլորս այն պարերը, որոնք որ պետքա պարեինք համերգին, անցնում էինք։ Մեկ էլ միկրոֆոնով ինձ ասեց առաջին աղջիկը, այսպես ամենաառաջին էի, sense ոնց որ մտնում ենք կուլիսներից sense անկյունով եւ ամենաառաջին է։ Ես ու կողքս մի աղջիկ էր, ասեց առաջին աղջիկ իջի ինձ մոտ։ Տենց ոնց որ ես ու այդ կողքից ես ճիշտն ասած այդքան էլ չգիտեի այդ ժամանակ Սոֆի Դևոյանը ինչ գերհզոր անձնավորություն է։ Ես ուղղակի գնացել էի բարի, ես ուղղակի հավանել էի ոչ, ես դեռ չգիտեի ես ուրեմն ասել։ Գնացել։ Նույնիսկ երբ որ ես իջա Սոֆի Դևոյանի մոտ, ինքը ինձ ասեց, «Անունդ ինչ է», ասեցի Իրեն, ասաց «Կուզես գաս բարի եւ հոգու թատրոն»։ Ես նույնիսկ բարի եւ հոգու թատրոնը չգիտեի ինչ է, ասեցի այո։ Եվ ասենք օրինակ դասատուս կարար գար, ասեր Իրեն համերգ կա, չգիտեմ, 2 շաբաթից կուզես նվագես, բայց ես հələ դեռ ռազմորն է նորմալ չեմ, ասում եմ այո, կուզեմ, ու իդեալական նվագում էի։ Բայց նույն վիճակն էր, ասեց կուզես գաս թատրոն, ասի այո, բայց չգիտեմ թատրոնը ինչ է։ Այս ինչ օր էս ինչ ժամին կգաս։ Ու տենց ես ինչ օր այդ ինչ ժամին գնում եմ, տեսնում եմ սենց բոյով, սիրուն, երկար, նիհար աղջիկներ ու ես։ Սենց ես ինչ եմ գնացել։ Բայց ես քեզ միշտ բոյով սիրուն նիհար եմ տեսել։ Որովհետև հետո խեղճ բոյով սիրունները անցան երկրորդ շարք, եկան բոյով սիրունները։ Ու ես սենց գնացի, ուրեմն սենց ասեց կանգնի, այս պարը սովորի, ինչ որ մի պար էր։ Ես սենց չգիտեմ ուր եմ եկել, որ սենց խառնված մտնում են, մտա սենց սկսին կանգնեցի ստեղ, այս մի աղջիկը ինձ գլորեց այն մի կողմ, այն մի աղջիկը սենց գլորելով տարա շպրտին ամենավերջ։ Ու տենց սկսեցի սովորել, սկսեցի այդ պարերը հիշում եմ կասետ էին տալիս ինձ, որտեղ ոչ մեկ ժամանակ չուներ սովորացնելու, այո։ Ու ինձ կասետ, վիդեոկասետ էին տալի, ասում ինք սովորես պարերը։ Ու ես այդ վիդեոկասետով հետ էի տալիս, սովորում էի, չգիտեմ ինչ էի անում բան, եւ տենց գնացի դառա բարի եւ հոգու թատրոնի պարուհի։ Բայց դու շատ ակնառու ես, անկեղծ եմ ասում, երբ որ ասում էին Սոֆի Դևանի բարի եւ հոգու թատրոն, բարուհիները, ապա ինձ մոտ բոլորս քեզ ենք հիշում։ Ոչ մեկին չեմ ուզում նեղացնեմ, անկեղծորեն։ Գիտես ինչի, որովհետեւ երևի թե դա սկսվեց իմ սանրվածքից, որովհետեւ այդ ժամանակ դեռ կարճ մազերով պարուհի, հատկապես պարուհի չկար, դե որովհետեւ բոլորը հյուսերով, ասենք սիրուն գեղեցիկ կամ կոսերով բրեգնանս չէի պարում, կոսերով կամ ասենք հյուսերով, չգիտեմ, ու մեկ էլ կարճ մազերով պարուհի։ Դե համար ասենց մի անգամից ժողովուրդը ինձ հիշեց, շնորհակալ եմ իմ հայ ազգին, որ հիշեց, ընդունեց, սիրեց եւ մինչ այսօր հիշում են, որովհետեւ ես նույնիսկ շատ անգամ լինում եմ որ զարմանում, ասում ես տարիներ է որ հիմա էլ չեմ պարում, բայց մարդիկ ինձ հիշում են։ Իսկ Սոֆի Դևանից կար մի նկատողություն կամ ճիշտ հակառակը մի գնահատանքի խոսք, որ այդ ժամանակ եղավ ձեր իրական ծանոթությունը, այսինքն դու արդեն գիտակցեցիր ում հետ է քո ծանոթությունը եւ դու ում թատրոնում ես հանդես գալիս։ Գիտես, քնարիկ, ես Իրանից ժամանակի ընթացքում սովորել եմ շատ ու շատ բաներ։ Դա իմ երկրորդ տունն էր, Սոֆի Դևանի երկրորդ մայրն էր կարծես, որովհետեւ եթե ես տանը չէի, ուրեմն ես բարի էի, եթե ես ծնողներիս կողքին չէի, ուրեմն Սոֆի Դևոյանի կողքին էի եւ ես շատ շնորհակալ եմ, որ ես իրենից սովորել եմ շատ ու շատ, որ sense հետաքրքիր պետքական թե արվեստում, թե կյանքում, թե ընկերության մեջ, թե չգիտեմ հարաբերությունների մեջ, ինքը շատ հետաքրքիր կին է, շատ խորը կին է, շնորհակալություն ձեզ Սոֆա Արայելնա ջան, ես երբեք չեմ կարող մոռանալ այն գիտելիքը, այն ամեն ինչը որ տվել է Դևոյանը ինձ։ Առհասարակ այն մարդիկ, ովքեր որ բեմում են, կոնկուրենցիան միշտ լինում է։ Քո կյանքում այնել կանացի կոնկուրենցիան։ Այդ որ աղջիկները սենց շպրտելով, մեկ էլ գնացի վերջում հայտնվեցիր։ Դա քեզ հղկեց պայքարելու, այդ առհասարակ այդ նախանձ այդ կոնկուրենցիան, այնել պարուհիների մեջ, ինչ քեզ սովորեցրեց։ Գիտես, ես երբեք շնորհակալություն իհարկե
Աստծուն այս տեսակի համար, որտեվ ես չէի ուզի, որ լինեի թույլ տեսակ, ես ինձ համարում եմ ուժեղ տեսակ, որովհետև ցանկացած խնդիր, ցանկացած խոչընդոտ, ցանկացած ինչ ուզում ա լինի, դա իմ մեջ առաջացնում է միայն պայքարելու, հաղթահարելու ցանկություն, ոչ թե հետ քաշվելու կամ ասենք, չգիտեմ, հիասթափվելու, նեղվելու չէ։ Երբևէ ես չեմ զգացել դա, եթե օրինակ ինչ որ մի բան այն չի եղել, ես այդ հարցը պայքարով էլ, բայց պիտի լուծեի։ Եվ ի օգուտ, ոչ թե ի օգուտ ինձ, այ ի օգուտ ճշմարտության։ Երբ որ մենք բեմում լինում ենք, այդ ծափահարությունները լսում ենք, այդ էներգիան ստանում ենք մարդկանցից, հետո շատ դժվար է անցնել դասավանդման process-ին։ Իրենք շատ տարբեր են։ Այո։ Ունեք երբ որ ինձ առաջարկեցին մի քանի անգամ դասավանդել, ես հասկացա, որ ափսոսում եմ ժամանակս։ Ուզում եմ այդ ժամանակը հիմա դեռ ինձ վրա ծախսեմ։ Այ քեզ մոտ ինչպես է, օրինակ այդ դասավանդելու process-ից դու հաճույք ստանում ես։ Գիտես, ասեմ, նույնիսկ եթե ես հիմա parեմ, էլի լինում են առաջարկներ, բայց երբ արդեն ժամանակի ընթացքում արդեն ամեն ինչի միջով կոպիտ ասած մենք եղելա որ parել ենք փողոցի բացմանը, եղելա parել ենք, չգիտեմ ինչ, որտեղ ասես parel ենք, ինչ պայմաններում ասես parel ենք ու գնալով ոնց որ դու արդեն բարձրացնում ես քո պլանկան, ռուսերեն բառ ասեմ, ու եթե առաջարկ է լինում parելու, արդեն դու նայում ես արժի, որ դու ոչ թե ես մեծամտածել եմ, չէ, ես ուղղակի տարիներ շարունակ այնքան եմ կերտել, փորձել եմ անբիծ կերտել իմ անունը, ոնց որ զուգահեռ գնալով բարի եւ հոգու թատրոնին, բայց ոնց որ նենց հաստատվել, որ ազգը ինձ ընդունել է առանձին նաեւ որպես իրեն, եւ ես փորձել եմ կերտել ու շատ անբիծ որպեսի լինի։ Եվ որ առաջարկներ են լինում parելու, ես շատ երկար եմ մտածում եւ երևի թե 90 եւ բարձր տոկոսով ավել միշտ հերքում եմ, որովհետեւ եթե ես parեմ, ես գտնում եմ որ դա պետք է լինի հետաքրքիր մի վայրում, հետաքրքիր մի բեմում, ինչ որ մի միջոցառման ժամանակ, ոչ թե ուղղակի ինչ որ համերգներ են վաներ են հավաքված, այդ արդեն անցած էտապ է։ Եվ կամաց այդ մտքի հետ համակերպվում ես, եթե չկա parելու հարթակ, բնական է, գոնե պետք է զբաղվես քո սիրած գործով։ Իմ սիրած գործը դա parելն է, դասավանդելը, որ ասեմ ես ճիշտ է ես ավարտել եմ մանկավարժական համալսարանը, ես մանկավարժ եմ, բայց իրականում, քանի որ միգուցե ես ուշ եմ սկսել parել եւ իմ կարիերան այդքան երկար չի տևել, այո, parելը շատ ավելի շատ եմ սիրում, քան դասավանդելը։ Բայց էլի ասում եմ, եթե չկա համապատասխան հարթակ, որտեղ որ դու կարող ես parել, բնականաբար նաև պետք է սովորեցնես երեխաներին, չգիտեմ, հարսներին, մեծ աղջիկներին, ովքեր որ ուզում են parել, եւ ամբողջ էմոցիաները երևի տենց ինքդ քեզ համար միացնում ես երաժշտությունը, սկսում ես հայլու արչեւ parել։ Այդ ցանկություն չէ։ Հիմա ուզում եմ Վահագի ու քո հանդիպումից պատմես, հասկացա, որ բազայում եք ծանոթացել։ Այո։ Ինքը քեզ բեմում սիրահարվեց։ Մենք Վահագի հետ, գիտես չէ, բազայում մենք ուղղակի ոնց որ ես իրանց ջոկատից էի ու մի շաբաթ մենք ընդհանուր ոնց որ տենց շփում ենք ունեցել, ու տնկերական են, որ սենց ինչ որ սցենարների շուրջ մտածելով, ինչ որ ելույթներ եւ այլն եւ այլն։ Բայց Վահագը ինձ բազմիցս տեսել է բեմում, դե քանի որ մենք ոնց որ մի բնակավարից ենք, ինքը այն ժամանակ Արդինի ստուդիայից էր երևի Արմուշի հետ միասին, նաեւ 32-ի չկար։ Երբ որ Իրեն Ուլիխանովան կար, դեռ 32-ը չկար։ Հասկացա։ Երբ որ իմ ասում են Վահագի կինն է։ Եվ նույնիսկ գիտես ինչ եմ հիշում, որ Սամվել Գրիգորյանը մի հատ շատ սիրուն երգուներ ու շատ հավես տեսահոլովակ էր, բայց ես այնքան եմ մանեկե ու չկա հիմա ոչ այդ երգը, ոչ այդ տեսահոլովակը։ Ես գլխավոր հերոսուհին էի, Սամվելն էր, ապագի էր ու ես էի։ Ու ոնց որ սենց այդ Սունդուկյանի բեմը
Սունդուկյան թե Պարոնյան, որ բեմն է պտտվում։ Երկուսն է Պտտվում են, չեմ հիշում, ոնց որ Պարոնյան մենք։ Մի խոսքով այդ բեմը պտտվում էր, մենք նկարահանվում ենք ու ես Վահագին հիշում եմ առաջին անգամ այնտեղից, որ ինքը Արմուշի հետ եկել էր ու այդ ապակին, որ կեղտոտվում էր, իրանք անդադ ոնց որ մաքրում են։ Երևի տենց ընդհանուր ընկերական ինչ-որ մի նկարահանում էր, չգիտեմ, ես իրանց տենց եմ հիշում համենայն բայց ոչ մի սրտի բաբախ չկար դեռ։ Բացարձակ ոչ մի բաբախ, ոչ մի հետաքրքրություն։ Ամեն ինչ սկսվեց բազեից, գիտես, այն էլ սկսվեց ոչ թե սենց բուրըն ինչ-որ, մենք արդեն հասկացանք, որ առանց իրար չենք կարող, չէ, ուղղակի ոնց մի շաբաթ իրար հետ ասում, տենց անթաստեղծագործական են, որ ասել, խոսալ, ծիծաղալով եւ այլն, հետո վերադարձանք հետ, ինքը գնաց նույն օրը Ուռեկի 32-ով արդեն, իրանք ինտեղ ինչ-որ տենց միջոցառում բան ունեն, ինքն ստեղից սկսեց գրել, որ գրեց, հասկացա, որ ինձ հաճելի է, որ ինքը գրում է։ Ու տենց կամած, որ ասեմ մեր մոտ սենց ինչ-որ բուրընում մի անգամից, որ սենց ռոմանտիկ, մենք բոլոր տեղերում այդ դա ենք ասում, որ ոչ ես եմ ռոմանտիկ, ոչ ինքն է ռոմանտիկ, չոր, ցամա, կաներակին։ Հետո Ուռեկից վերադարձավ, սկսեցիք հանդիպել։ Ուռեկից վերադարձավ, հա, հետո չեմ հիշում։ Տենց հա, երևի ես գնացի, տենց մենք իրար հետ հանդիպեցինք ու սկսեցինք ընկերություն անել, նույնիսկ այնքան այդ ամեն ինչը արագ էր տեղի ունենում։ Ինքը Արմուշենց հարսանիքներ կարծեմ, եթե չեմ սխալվում, մենք նոր էինք ընկերություն, ես հիշում եմ, որ մենք նոր էինք ընկերություն անում, ինձ վերցեց, ասեց ես քավորն եմ Արմուշենց հարսանիք, դու էլ քավոր կինը, բայց մենք դեռ ընկերություն ենք անում, քավոր կին, ոչ մի դեռ լուրջ խոսակցություններ չի ընթացել, ինչ որ տենց մի բան չկա։ Ու տենց ես տենց գնացել եմ քավորի։ Իսկ իրա մեջ ինչն էր, որ քեզ ժամանակի ընթացքում որքան էլ բնականաբար հարաբերությունները աճ ունենում եւ այլն, բայց պարզա Վահագնն էլ արդեն հաջողության է անիվի վրա էր, ինչն էր, որ իրան քեզ համար անփոխարինելի էր դարձնում։ Գիտես, իրա համեստությունը, ես շատ գնահատում եմ իրա համեստ, գիտես, համեստությունը բխում է հենց կոնկրետ տղամարդու համեստությունը եւ խոհեմությունը բխում է իր ուժից։ Նա շատ ուժեղ ներքին ուժ ունի, որը որ տեսանելի չի։ Այսինքն գուցե դու իրան ճանաչես, դա չհասկանաս, չպատկերացնես, բայց այն ներքին ուժը, որը որ ունի Վահագը, ես ինձ համարելով ուժեղ, ես դա չունեմ։ Ես սիրում եմ վստահելի մարդկանց, այն մարդկանց, ում կարող ես վստահել։ Իսկ երբ ամուսնանում ես, թվում է թե դե լավ, հա, դե որ sense մի բան չլինի, կբաժանվենք, չէ՞, տենց հիմա շատ են մտածում, բայց գիտես, կյանքիդ անիվը փոխվում է, ոնց որ ճանապարհը գծում ես ուրիշ ձևի արդեն։ Շատ կարևոր է, որ ճիշտ ընտրություն կատարես։ Ճիշտ է, ճիշտ ոչ մի դասագիրք չկա, որտեղ գրված լինի, սա ճիշտ է, սա սխալ է, սա sense պետք է լինի, սա sense պետք է լինի։ Բայց երբ արդեն մտածում ես, որ կյանքդ պիտի կապես տղամարդու հետ, դու պետք է վստահ լինես, որ այդ տղամարդը արժանի է դրան, ուժեղ է, քո հենարանը կարող է լինել բոլոր հարցերում։ Կարևոր բան ասացիր, ինքը հաջողության պիկում էր։ Այ երբ որ մարդ իր հաջողության գագաթին է գտնվում, բոլորը քեզ ճանաչում են, իսկ 32-ին բոլորը սիրում էին, իրանք շատ պահանջված էին, մինչ օրս են իրանք պահանջված բոլորը ու սիրված։ Առավել եւս այ հիմա որ ասացիր համեստությունը, դա կրկնակի եռակի ինձ թվում է աչքերումդ գնահատելի է դիմացինը դառնում։ Երբ որ ինքը պահանջված է, բայց ինքը շատ համեստ է ու շատ պարզ։ Շատ պարզ, շատ համեստ, շատ զսպված, նույնիսկ շատ դեպքերում դա իրեն խանգարում է։ Իսկ դուք վեճեր ունենում եք իհարկե, վեճ բոլորի մոտ է, բայց առհասարակ ինչն է ձեզ մոտ կոնֆլիկտ առաջացնում երկուսի մոտ։ Կենցաղային չէ, որովհետև մենք երբեք կենցաղը մեր հարաբերությունների մեջ չենք բերում, հենց դա կսպանի ընտանիք հասկացողություն։ Հաճելի։ Սովորաբար ասում են կենցաղային վեճեր ենք ունենում։ Չէ, կենցաղային չէ, մեր մոտ լինում է վեճ գործունեության շուրջ։ Ինքը ինչ որ մի բան օրինակի համար ինչ որ մի բան է ուզում անես, ասեմ, բակ, սա չի կարա, սենց էսի չգիտեմ, սենց չի նեցա, կամ ասենք ես օրինակ ինչ որ մի բան ուզում եմ բեմադրեմ, չգիտեմ, եւ այլն, ասում եմ, չի աշխատի, դի հետաքրքիր չէ, դի սենց, այ սենց, ու մեր մոտ սկսվում է այդ կոնֆլիկտը։ Ես ապացուցում եմ, որ չէ, դա կաշխատի, ինքը ասում է, չէ, դի չի աշխատի։
Մեծ ու գալիս են կարևոր ընդհանուր Ոնց է հայտարարի։ կարել, որ կենցաղը չի խեղդում ձեր հարաբերություններին։ Գիտես, մենք երկուսս այնքան զբաղված ենք, որ դրա ժամանակը չկա մտածել կենցաղի եւ առավել եւս կենցաղը բերել մեր հարաբերությունների մեջ։ Այսինքն ինչի օրինակ էս մայկաս լվացած, տենց բաներ չկա, որովհետեւ ես առավոտից երեկո աշխատում եմ, ինքը առավոտից երեկո աշխատում է։ Մենք երկուսս ստեղծագործում ենք Եվ որքանով էլ որ միշտ կոմենտներում կամ ասենք մարդիկ արտահայտվում են ասում են հա դե դուք էլ թռակ, թռածներ, ձեր ձեռը տակտեղից է դուրս գալիս, ես մենակ մի բան կարող եմ ասել, նույնիսկ եթե մեզ համարում են թռած, չգիտեմ ինչից ենք թռել, մենք ամեն դեպքում հայապահպան գործ ենք անում արտերկրում, որտեղ որ կրթում ենք երեխաների, սովորեցնում ենք հայեցի ապրել, հայերեն խոսել ինչ որ չափով, որովհետև կան նաև իմ մոտ աշակերտներ, ովքեր որ մեծամասնություն ընդեղ են ծնվել, մեծացել։ Շատերը խոսում են հայերեն տանը, մեծամասնությունը 95% խոսում, բայց կան երեխաներ, ովքեր որ իրանք հասկանում են ամեն ինչ, բայց չեն խոսում հայերեն։ Իսկ ես պարտադրում եմ իմ դահլիճում, որ պետք է խոսեք նույնիսկ երեխեք իրար հետ, պիտի խոսեք հայերեն։ Գիտես, ես նկատեցի դա քեզ ցավ է պատճառում։ Դու ասացիր, որ թռած, բայց ու դա ես նույնը նկատել եմ իմ Գոհարի մոտ Հովանեսյան, իմ ջավուկցյան Գոհարի մոտ։ Այսինքն այն իմ ընկերները, ովքեր որ հիմա Միացյալ Նահանգներում են, երբ որ լսում են նման արտահայտություններ, դա իրանց համար շատ ցավոտ է լինում։ Ինձ թվում է դա, գիտես, մարդիկ ցավոտ են ասում, որովհետև տեսնում են Երևանը սիրելի մարդկանցից դատարկվում է։ Իսկ դուք այն մարդիկ եք, համենայն դեպս արվեստի բնագավառի մարդիկ, ովքեր Երևանի գույներն են, ու երբ որ տեսնում են այդ գույները պակասում է, դա շատ տխուր ու ցավոտ է լինում։ Բայց ես գիտեմ ինչքան դժվար է արվեստագետի համար կայացնել որոշում զրոյից սկսելու օտար երկրում, թեկուզ դա մեր սիրելի, մեր հարազատ Գլենդելն է։ Օրինակ, ճիշտ եմ ասում։ Շատ դժվար է։ Երկրագունդը տրված է ամբողջ մարդկության համար։ Եթե մարդը ունի ինչ-որ մի, չգիտեմ, հոչես բարձրաձայնելու այն խնդիրը կամ ասենք այն ինչ-որ խնդիրները, որին դու առնչվել ես քո սեփական երկրում, քո հող ու ջրի վրա, քո, չգիտեմ, ամենասիրելի վայրում, որտեղ որ գտնվում են քո ամենասիրելի մարդիկ, ծնողները, քույրիկները եւ այլն եւ այլն։ Եթե դու գալիս ես այդ որոշման եւ գնում ես արտերկիր, գիտես, դու սկսում ես կյանքը զրոյից։ Դու սկսում ես ոնց է երեխան չոքեչոք քայլում է, հետո կանգնում է ոտքի, սկսում է բռնվելով քայլել, հետո նույն ձևի ես կարող եմ վստահ ասել ու այն մարդիկ ովքեր որ գոնե մի քանի տարով լքել են Հայաստանը կամ հեռացել են Հայաստանից, իրանք վստահորեն կհասկանան եւ կտեսնեն իրենց։ Դու սկսում ես կյանքը զրոյից։ Սկզբից այդ մեծ Ամերիկայի, մեծ Ամերիկայում դու ոչ մեկ ես, որովհետև դու սովորական քայլել նույնիսկ չգիտես Ամերիկայում։ Դու պիտի սովորես քայլել, դու պետք է սովորես, դու պիտի արդեն ունենաս քո ինչ-որ մի շրջանակը, դու պետքա կանգնես ոտքի եւ ինչ-որ մի բան ներկայացնես քեզանից։ Երբ դուք ունեք այդ շրջանակը։ Մենք ունեինք ընկերներ, մենք ունեինք լավ ընկերներ, բայց մենք ունեինք ընկերներ, այսինքն ոչ մի ընկեր բնական է շատ հարցերում մանր կենցաղային հարցերում մեր ընկերները մեզ օգնել են, նույնիսկ ասենց ասեմ, մենք երբ գնացել ենք, մենք սա երևի թե ոչ միտեղ չենք պատմել, մենք երբ գնացել ենք, այնպես ստացվեց, որ մեր պլանավորած, որտեղ որ մենք պետքա մնայինք, չստացվեց վերջի պահին։ Մենք ոնց որ ինքնաթիռում արդեն аэроպորտում ենք, մեզ ասում են, որ այնտեղ որտեղ որ պետքա այդ մի ամիսը մենք վճարեինք եւ ապրենք, չկա այդ։ Ու սենց մնացել ենք սենց։ Իսկ մենք գնում ենք ուր։ Եվ կար մի կին, մեր հերու ծանոթներից մի կին, որը որ իմացել էր, որ նույնիսկ ինքը մեզ չէր ճանաչել։ Ինքը ընդհանրապես տարիներ այնտեղ, երկար տարիներ այնտեղ ապրել է ու ընդհանրապես չի ճանաչել։ Ով է Վահագը, ով է Իրենը, вообще ով են իրանք, ու ինքը մենակ էր ապրում, ասեց հայ ընտանիք է, թող գան ինձ մոտ ապրեն։ Դու պատկերացրու, ասենք դու քո տնից դուրս ես գալիս, գնում ես ու չգիտես ուր ես գնում ես անծանոթ կնոջ մոտ, ու որ ես երբևէ նույնիսկ, չգիտեմ, իմ ընկերների տանը չեմ մնացել, դեռ ես երբեք չեմ սիրել ուրիշի տանը մնալ, ես միշտ
չգիտեմ 10 ժամ կմնայի, բայց պարտադիր պիտի գայի տուն քնի։ Ու մենք գնում ենք պատկերացրա գնում ենք այդ կնոջ տուն։ Անծանոթ կնոջ տուն։ Հիմա այդ անծանոթ կինը մեր ամենահարազատ մարդկանցից է եւ մենք երբեք չենք կարող մոռանալ այն ինչ որ ինքը արել է, որովհետեւ հավատա նույնիսկ հարազատը բարեկամը ամենամոտ ընկերը կարար դա չաներ, որը որ շատ տեղի է ունենում։ Ու վստահ եմ տենց մարդիկ տենց դեպքեր ունեցել են, որ օգնության գալիս են ավելի անծանոթները, քան ասենք մտերիմները։ Իսկ երբ որ գնացիք այդ երբ որ հասկացաք, որ ոչ միտեղ չունեք մնալու, թեկուզ այդ անծանոթ կինը արդեն ձեզ հյուրեն գալիս։ Կար ցանկություն հետ դառնալու։ Քնարիք հետ դառնալու ցանկություն, նայ, սենց ասեմ քեզ, սկզբում անընդհատ կար այդ ցանկությունը, որովհետև իմ ընկերներից մեկը Սերգեյ Գրիգորյան ասում է, գիտես, ես միշտ ունեմ այն $1000, պայմանական $1000, որ իմ հետ դարձի թռիչքի տոմսն է։ Բայց ես քեզ ամեն տարի Հայաստանում տեսնում եմ։ Ամեն տարի ամռանը մենք հանդիպում ենք։ Այո, դա իմ դեղն է։ Ես մարտի 1-ը, երբ գիտեմ արդեն Հայաստանում մարտի 1 է գարուն է, իմ մոտ արդեն այնտեղ սկսում են ցնցումները։ Փորձը ցույց է տվել, որ մեր բոլոր տոմսերը Հայաստան, որ առել ենք, դա եղել է կամ փետրվարին, հունվար, փետրվար, մարտ, այդ 3 ամիսն, այսինքն ես միջև մարտի 1-ը ցանկալի է ունենամ իմ տոմսը թռիչքի, որ ես գոնե մարտի 1-ին իմանամ, որ ոչինչ, այս ցնցումները ժամանակավոր են, որովհետև հեսա ես հունիսին գնում եմ Հայաստանում։ Այդ դու ասացիր մի տարի Վահագը դեպրեսիայի մեջ էր։ Դու էիր իրան ուշ տալիս։ Գիտես, ուշ տալը սենց էր, ինքն էլ էր ինձ ուշ տալիս, բայց ես էի գտել ալտերնատիվ աշխատանք, որովհետև, հեսա ասեմ, որովհետև երբ մենք գնացել էինք, նոր էինք գնացել, ես բացեցի Ռենդան ստուդիոն, էդ եմ ասում, ինձ երևի թե, չգիտեմ, համարենք, ճանաչում էին այնքան ինչքան որ բերեցին աշակերտներին, 3 աշակերտով եմ սկսել։ Եվ բնական է, դրանով չես կարող ապրել Միացյալ Նահանգներում, վարձել բնակարան, հնարավոր բան չի, եւ ես գտա ալտերնատիվ տարբերակ աշխատանք։ Ինչ էիր անում։ Ես աշխատում էի activity, որը որ տատիկ պապիկների, ոնց որ ասած, մեծերի մանկապարտեզ են ասում այնտեղ, որտեղ որ տատիկ պապիկները ժամը 9-ից 2-ը գալիս են եւ ժամանց են անցկացնում։ Այսինքն գալիս են, երգում են, պարում են, մարզանք են անում, խաչբառ են լուծում, չգիտեմ, ինչ ասես։ Ու ես activity-ն է, ես էի կազմակերպում։ 2 տարի ես ցնցումներով գնացել եմ, ճիշտ է, կոլեկտիվը քեզ հաճույք էր պատճառում, թե ասում են Աստված իմ, ես հիմա օպերայի բեմում կպարեի ու եկել եմ ստենց տատիկ պապիկների եմ զբաղացնում։ Այնքան էմոցիոնալ սենց ոնց որ սենց դիսբալանս է եղել, հա, սենց անընդհատ վերել կանգում, համ սիրում էի, որովհետև շատ լավ տատիկներ, պապիկներ կային, համ կար դրա հակառակը շատ չար տատիկներ, պապիկներ, դե գիտես տատիկ պապիկները երեխանի հետ որ աշխատում ես, երեխան մաքուր էակա, ոչ մի բարդություն կյանքում չի տեսել, իսկ կային տատիկ պապիկներ, ովքեր որ չգիտեմ, զավակներ էին կորցրել կամ եւ չարացած, մի խոսքով, 2 տարբեր կատեգորիաներ ու այդ էր, ես պետքա բերեի բոլորին, նախ սկզբից շատ դժվար էր, իրանք էլ ինչ չէին ընդունում, իրանք փորձում էին իրանք օրենքները հայերեն, թե տարբեր ազգի, հայերեն, սա բոլորը, բայց շատ լավ տատիկների եւ պապիկների շնորհիվ եւ իմ մեզ պայքարի շնորհիվ մենք եկանք համաձայնության ու հասկացանք, որ իսկ երբ դպրոցը սկսեց շատանալ, այդ 3 երեխան երբ դարձան։ Գիտես, կամած 3 երեխան, այդ ամբողջ տարիների ընթացքում հիմնելուց հետո 3 երեխան դառավ, չգիտեմ, 5 երեխա, 5-ը դառավ 10, 10-ը դառավ 8, 8-ը դառավ 12, անդադ էր, որ ասես գնալ, գալ, շատ անգամ
հիմա օրինակ համայնքում որ ասենք ասում են երեխուն տանում եմ Իրենի մոտ, ոայ, բայց ասում են ինքը շատ խիստ է, միշտ այդ ֆրազը կա։ Պահանջկոտ ես։ Այո, խիստ եմ, դիսցիպլինա ունենք, մենք ունենք կրիտերիաներ, որոնց որ պետք է համապատասխանեն դահլիճ մտնելուց առաջ։ Իրեն, իսկ Վահագ ինչով էր զբաղվում այդ 2 տարին։ Վահագը ամեն ինչով, ինչ հնարավոր է, բայց ստեղծագործական առումով ինչ էր անում։ Իր ստենդափների վրա էր, որ sense ինքը չէր տրամադրվում, բայց դե գիտես, որ պիտի անես այդ ամեն ինչը։ Ստենդափներ էր անում, աշի հետ էր անում, նույնիսկ տղայիս։ Տես, հիմա արդեն այնց հետաքրքիր է, օրինակ համայնքում ինչքան որ լինում են միջոցառումներ, հա, մեր ինչ ուզում է լինի, մոտավորապես երևի 80%-ը միշտ գալիս են Վահագի մոտ, Վահագ մի հատ էս, չգիտեմ, էկրանը, մի հատ բաները, մի հատ երաժշտությունը դզի, մի հատ անընդհատ էս ամեն ինչը։ Հիմա Վահագը անում է ամեն ինչ ստեղծագործական առումով, եւ ես շատ ուրախ եմ, որովհետեւ գիտես, հեռավորության մեջ կա 2 տարբերակ, կամ մարդիկ իրար կորցնում են, կամ մարդիկ ավելի միանում են իրար։ Ճիշտ ես ասում։ Դա տենց է, դա զուտ ապացուցված բան է։ Որովհետեւ իմ ընկերներից շատ տաղանդավոր դերասանների ընտանիքոր մեկնեցին, իրանք չդիմացան այդ փորձությանը, կին ուղակի հեռացան։ Այո, դա ես հենց տեսնելով եմ դա ասում, դա 2 տարբերակ կա, կամ բաժանվում են, կամ ավելի են իրար կարճում։ Այո, իրար կարճում։ Մերը լավ էր։ Կարճեցինք իրար ու երկրորդ տարբերակներ։ Եվ մենք հիմա միախմբված 32 production-ով ոնց որ գնում ենք առաջ, փորձում ենք հետաքրքիր բաներ անել, այս վերջերս էլ ես քանի որ տեսնում էի մարդկանց կարոտն ու սերը ու ցավը Երևանի նկատմամբ Հայաստանի հանդեպ, որովհետև ես ունեմ սովորություն, երբ գալիս եմ Հայաստան, միշտ ուր որ քայլում եմ, որտեղ որ գնում եմ, միշտ սթորիներս տենց անում եմ, որովհետև գիտեմ, այն մարդիկ ովքեր որ տվյալ պահին հնարավորություն չունեն գալ Հայաստան, իրանք հաճույքով նայում են, վայ, ես Աբովյան փողոց, վայ, ես ինչ գիտեմ, մեզ բանը փոխել են, վայ, ես ինչ նոր կաֆե է, ես ինչ նոր շենք է, այսպես։ Եվ այդ էմոցիաները տեսնելով իմ մոտ առաջացավ միտք ստեղծել իմ փոքրիկ Երևան պարային ներկայացումը, որ ամբողջությամբ Երևանի այդ ամբողջ գեղեցկությունն էր։ Էկրան ու պար։ Ոնց որ sense մեկը մեկի հետ փոխկապակցված շատ հավես ներկայացում էր պարային, դա տեղի ունեցավ 2 անգամ, մեծ արձագանքներով շատ։ Եվ հենց այդ է, փորձում ենք նենց մի բան անել, որ արժեքավոր, այո, գիտես, որովհետև չես կարող, դու պատասխանատվություն ես կրում 100-ից ավել սաների համար, դու չես կարող անկիրթ ինչ-որ մի բան անել, դու չես կարող վատ ինչ-որ մի բան անել, որովհետև այդ երեխաները, ինձ եմ հիմա, ես ոնց էի օրինակ Սոֆի Դևոյանին, հա, իմ օրինակի կերպարներ ինքը, իրանք էլ ինձ են տենց օրինակում, իրանք էլ ինձ են հետևում, իմ ասածը իրանք ընկալում են, իրանց մեջ դա մնում է շատ երկար եւ այդ ամեն ինչը փորձում ես, որովհետեւ դու պատասխանատվություն ես կրում։ Երեն, իսկ տղայի հետ կապված, Աշի հետ կապված, որովհետեւ բավականին 16 տարեկան է, այսինքն շատ դժվար է Միացյալ Նահանգներում երեխա մեծացնել, երբ որ կան այդ ազատ բարքերը։ Երբևէ այդ միտքը քեզ ու Վահագին վախեցնում էր։ Քնարիք, նայ, գիտես, ոնց է, որ մենք դեռ Միացյալ Նահանգներից այդքան ստեղ ենք ապրում, ասենք, հա, դե լավ, այնտեղ սա նարկոման են, չգիտեմ։ Տես, կա դրա հակառակ կողմը։ Երեխան ընտրում է այն, ինչն է հիմնականում է տենց լինում, ինչն է տեսնում է ընտանիքում։ Այնտեղ դու չես պատկերացնում ինչ ուշադրություն են դարձնում սպորտին։ Մենք օրինակ Աշոտը դե ֆուտբոլ է խաղում արդեն պրոֆեսիոնալ մակարդակով։ Այստեղից էր խաղում, թե այնտեղ։ Այստեղ սկսեց, հետո գնացինք այնտեղ ճիշտ է մի տարի ընդմիջում տվեց, որովհետև մենք հնարավորություն չունեինք իրան տանենք ֆուտբոլի, հետո արդեն երբ որ ունեցանք գնաց ֆուտբոլի ու սկսեց տենց շարունակել, նույնիսկ Իտալիա գնաց, նույնիսկ հեսա ձմռանը Իսպանիա պետքա գնա, մի խոսքով։ Եվ մենք երբ տանում ենք Աշոտին խաղերի, մենք ապշած ենք մնում, ես էլ Վահագն էլ միշտ մեր համար, որտեվ գիտես, զբաղված են, չգիտեմ, բոլոր երեխաները։
եւ աղջիկներն են սպորտի մեջ, եւ տղաներն են սպորտի մեջ, եւ ծնողներն են իրանց, չգիտեմ, շուն, երեխա, տատ, պապ, sense աթոր վերցնում գալիս են, sense փռում են, նստում են ժամանցային, sense շատ այդ ամեն ինչը շատ որ նայում ես, սպորտին շատ ուշադրություն են դարձում, ժամանցին շատ ուշադրություն են դարձում։ Այո, դպրոցներում կա ամեն ինչ։ Բայց կապ ունի թե դու քո երեխային ինչ օրինակ ես ծառայում, ինչքան ուզում ես խոսա, եթե ասենք այդ երեխան տեսնում է, որ իր հերը այդ օրինակը ինչ ասում է, դրա հակառակն է անում, այդ երեխան էլ է, իր համար դա նորմալ է։ Իսկ Աշի հետ երբևէ դեռահասության, այդ բնավորության, դժվարության, այդ բախումների խնդիր ունեցել եք։ Չէ, մենք Աշի հետ ընկերներ ենք։ Աշը գիտի, որ մենք միշտ իր կողմից ենք, ճիշտ է, որտեղ որ սխալ լինի կփորձենք միասին հասկանալ, լուծել, առաջ գնալ, բայց երբեք այդ քննադատել, չգիտեմ, դաստիարակել, ես քո ծնողն եմ, գիտես ինչեր եմ արել, երբեք։ Մենք իր այդ ընկերներ ենք, թե ես, թե Վահագը եւ ինքը շատ լավ գիտի, որ ես Աշին միշտ եմ ասում, Աշ քեզ ճանաչում են շատ շատերը, որոնց որ դու նույնիսկ կարող ես ոչ գիտես, ոչ տեսել ես։ Ուր որ գնաս, միշտ հիշի։ Շատ մարդ քեզ ճանաչում է, որովհետև ասենք օրինակ, իմեջով է տեսել, ինքը ճանաչել է քեզ, գիտի որ դա, ասենք օրինակ, Վահագի տղան է, Երենի տղան է։ Միշտ կարևոր է այդ հիշի։ Առայժմս ամեն ինչ շատ լավ է, բայց դե գիտես կյանքը շատ անսպասելի է ու դեռ կյանքը շատ փորձություններ ունի, կարևորը մենք դա բոլորս միասին հաղթահարենք եւ երբեք ոնց որ ճիշտ ուղուց, լավ ուղուց, բարի, լավ մարդ լինելու ուղուց երբեք չշեղվենք։ Իրեն, երբ կարողացաք ձեզ թույլ տալ արդեն բնակարան բարձել։ 2 ամիս հետո ստիպված, այդ աղջիկը չի գնալ։ Իսկ երբ էր որ արդեն այդ դրամը քեզ նեղություն չէր պատճառում, չէր ճնշում։ Քնարիկ, գիտես, նենց հետաքրքիր է, միշտ ինչքան էլ ուզում ես աշխատի, մեկը ես գտնում եմ, որ ինչքան դու շատ աշխատում ես, այնքան շատ ծախսում ես։ Դրա համար, որ ասեմ, սենց դե արդեն փառք Աստծո, ամեն ինչ շատ այնքան լավ է, որ մենք կարողանում ենք թույլ տալ մեզ ամեն տարի Հայաստան գալ, նույնիսկ մեր ընկերները, որ իմանում են, օրինակ, այս անգամ մենք եկել ենք մոտ 40 եւ ավել օրով։ Ասում են, դուք ինչ եք եկել, 40 օր սաղ թողել եք Ամերիկայում եկել եք։ Վահագի հետ երբևէ խանդի տեսարաններ ունենում եք։ Գիտես, ես իմ տեսակով խանդոտ եմ։ Ես ոչ թե հենց Վահագին եմ խանդում, ես իմ տեսակով եմ խանդում։ Ես շատ սեփականատեր եմ։ Նույնիսկ մաման պատմում է, պապային էլ էի խանդում։ Ես ընդհանուր, եթե սա իմն է, սա իմն է, վերջ։ Հա, ու հիմնական, գիտես, հա, իսկ ուզում ես մեկ թաքցնես ցույց չտաս։ Միշտ եմ ուզում թաքցեմ, որովհետև դա ինձ չի սազում ու նես չի որ այդպես խանդում եմ, որովհետև հեսա Վահագը, չէ։ Ուղղակի դա իմ տեսակն է, տենց։ Ասենք ես չեմ սիրում, որ ասենց իմ ռամկաներից դուրս ինչ որ մի բան։ Իսկ սովորաբար վեճը լինում է, որ Վահագն է ավելի ջերմ, ինչ որ մեկին ուղղակի ջերմությամբ սենց վերաբերվում, թե այդ երրորդ անձնավորությունը շատ ավելի ջերմ աչքերով է նայում։ Գիտես, շատ տարբեր է, քանի որ ես կին եմ, եւ դու էլ ես կին, դու կհասկանաս ես ինչ եմ ասում, այն կանայք ովքեր որ զուտ ասենք կարող է, չգիտեմ, ընկերական, դա միանգամից ցանկացած կին հասկանում, սա ընկերական։ Երբ դու հասկանում ես, որ կինը սեռը չի մոռացել, կինը սեռը դա հիշում է, այո, դու դա տեսնում ես։ Իսկ Վահագի մոտ լինում են այդ խանդի էմոցիաները պատկումները։ Վահագը ուրիշ, ես դրա համար եմ ասում, ինքը շատ ուժեղ ներքին ուժ ունի։ Վահագը դա ուրիշ ձև է ցուցաբերում։ Լինում է որ դե մենք բոլորս ոնց որ երկուսս էլ ուշադրության կենտրոնում ենք, ուր էլ որ գնանք, ես ոչ թե ինչ-որ տենց գովում եմ, չէ, ուր էլ որ գնանք, ուղղակի տենց է ստացվում, ուշադրության կենտրոնում ենք։ Դե ստացվում է տենց, ուղղակի Վահագը դե ուրիշ ձև է այդ ամեն ինչը ընկալում, ցույց չի տալիս, ուրիշ մեթոդ ունի այդ հարցի լուծման։ Ես տեսա ինքը ծաղիկներով Instagram երեք երբ որ քո թերթում էի, կարմիր
բայց 3 հաճեր մի 10-12 վարդ կլիներ։ Այդ ինչ ես տեսեք դարիք։ Կարմիր վարդերով ասած որ սուպերմարկետում այդ վարդերը կպան իր պայուսակին։ Հա, այդ կարմիր վարդեր չես։ Մի 3 հաց ես ծաղիկ էր։ Ու դու շատ հանգիստ ասիր, բայց Հա, որտեվ հենց այդտենց ծաղիկներ էր։ Շնորհակալության ծաղիկներ էր։ Իսկ եղել է որ ինքը քեզ ցած զարմացրել է, ու ցած թրջկոտացել է։ Այո, մի անգամ եղել է, որ Վալենտինի օր ինքը ինձ նվիրեց շուն։ Մենք դեռ Հայաստանում էինք ապրում։ Ես նույնիսկ էմոցիաս այն որ sense հիմա վիդեոներ նայում ես որ շուն են բերում, սկսում ես լացել։ Ես ասում եմ դե չեն լացում, ես այդ էմոցիաները ապրել եմ։ Դու ուզում ես շուն ունենալ։ Ես միշտ եմ ուզում շուն։ Ես իմ կյանքը առանց շուն չեմ պատկերացնում։ Իմ տան մեջ պիտի լինի շուն։ Ինչ հետաքրքիր է։ Պարտադիր, նույնիսկ ես հայրական տանդ ունեցել ես շուն, պահել ես։ Մի հատ լաչար շուն ունեի, բայց պահել եմ։ Ես բոլոր մեր բակի շներին եմ պահել, մեծացրել, չգիտեմ, այն ցուրտ ձմեռով օրինակ մի հատ շունիկ ունեինք, որ 10 քանյա ձագեր ունեցել ու իրանց սատկացրեցին գիշեր, որ գալի կրակում էին։ Ես sense հիշում եմ առավոտը դասի գնալուց առաջ, այն ցուրտ ձմեռ էր, դասի գնալուց առաջ sense մեծ կոկակոլայի շշի մեջ կաթ էի լցնում, սոսկայի դնում, գալիս ես այս հերթով էս աղ ձագերին ու տացնում գնում էի դասի։ Հետո գալիս էի լիստրած ու տասնից լով բրտոտ շներ էին դարել։ Իրեն, մենք ամեն մեկս մեր կյանքում ունենում ենք մի քանի էմոցիոնալ ճգնաժամեր, երբ որ մենք ինքներս փորձում ենք դա հաղթահարենք։ Այն ամենատ քեզ ցավեցրած ճգնաժամը որն է եղել։ Հայաստանից հեռանալը։ Միակ։ Հայաստանից հեռանալը։ Դա եղել է իմ ամենացավոտ, այն որ sense տեղը։ Իսկ ո՞նց ես քեզ բուժել։ Գալիս եմ ամեն տարի։ Ես դրա համար եմ ասում, ես գնում եմ Հայաստան բուժվելու։ Հա, իրականում։ Գիտես, արտերկրում ապրողները կարծում են, որ հավերժ կիսվում են երկու, sense ես ինձ օրինակ տենց եմ զգում, ինձ թվում է իմ sense ներքինս երևի հոգին կամ չգիտեմ ինչը սիրտդ երկու կես է։ Արդեն երկու կես է եղել։ Մի կողմը պատկանում է Հայաստանին, մյուս կողմը բնական արդեն 7-8 տարի ապրում ենք Միացյալ Նահանգներում, նես չի որ այնտեղ չենք սիրում, այն շատ սիրում ենք, էլի շատ էլի հարազատ է մեզ դարձել, որովհետև ստեղծում ես քո շրջապատը, ունենում ես արդեն քո հիշողությունը այնտեղի հետ։ Գիտես, այ դու ասացիր, մենք ունենք ընկերներ, որոնք մեզ միշտ պատրաստ են ընդունել, ձեռք մեկնել, բայց ես շատերից եմ լսել, որ գնացել են այնտեղ ու հասկացել են, որ իրանք պետք է ամեն ինչ իրեն կանեն, այսինքն դա հասկանալի է, միշտ ուզում են քեզ օգտակար լինել, բայց դա չի լինում այն չափաբաժնով, որը դու շատ ուզում ես այդ բանին, որ քեզ օգնեն։ Բայց ես գիտես ինչ եմ հիշում, մեր Գոհարը Ջավուկցյան, իմ գոգը 4 տարբերակից, երբ որ մեկնեց Միացյալ Նահանգներ, մենք այնքան ուրախ էինք, որ ինքը իր գործով ազբաղվում ու դրան նպաստեց Վահագը։ Ես հիշում եմ, որ ինքը ինձ պատմեց, ասեց, գիտես Վահագը ասեց Գոգ ջան, Մեծոյում երգչուհու կարիք կա ու կգաս այստեղ կերգես։ Գիտես ամեն մեկը չի որ միշտ ուզում է տենց պատրաստական ձեռք մեկնի ու օգնի ու տեսնի թե ընկերոջ համար ոնց կարող է ու ընկերոջ էլ չէ իրենք ընկերներ չէին ուղակի երբ որ տեսնում ես քո երամից ինչ որ մեկը որտեղ բոլորս միաժամանակ ենք սկսել ինչ որ մեկը գալիս է դու ուղակի ձեռք ես մեկնում գիտես մենք միշտ այդ ցանկությունը ունենք միշտ օգնելու որովհետև դա ես խոսում եմ հենց իմ ու Վայգի մասին որովհետև այն էմոցիոնալ բարդությունները, որի միջով որ մենք անցել ենք, մենք երբ որ մարդիկ նոր են գալիս, մենք պատկերացնում ենք իրանք ինչ իրավիճակում են տվյալ պահին։ Ես էլ Վահագն շատ լավ ենք հասկանում։ Փորձում ենք ամեն ձև նենց անել, որ այդ մարդը ինչ որ մենք ենք անցել, կամ ասենք ինչ որ մեզա ցավեցրել, փորձում ենք նենց անենք, որ ինքը դրայից չառնչվի։ Շատ դեպքերում կա, որ ասենք օրինակ մարդիկ կան, որ ասում են, դե լավ, ես էլ եմ այդ դրանով անցա, թող ինքն էլ անցնի, ինչ տարբերություն, բայց չէ։ Տեղից էլ այնքան դժվարություն կա կյանքում, եթե կարողանում ես ինչ որ մի փոքրիկ մի բանով օգնես եւ այդ մարդուն, չգիտեմ, ձեռք մեկնես, որ ինքը մի քայլ առաջ անի, ինչի չանես։ Իսկ դու ներում ես սովորաբար։ Այո, շատ։ Բայց չեմ մոռանում։ Իսկ կամուրջը այրում ես, թե պահում ես։ Եթե չայրեմ, ուրեմն չեմ ների։ Այսինքն ներում ես, բաց ես թողնում, բայց էլ քո կյանքում տեղ չունեն այդ մարդիկ։ Գիտես, հա։ Գիտես, ես երբեք փորձում եմ ոչ մեկի հանդեպ սխալ թույլ չտալ։ Նվիրվում ենք ամբողջ հոգով եւ սրտով։ Եվ դա մեր սխալն է, որովհետև
դու այդ տիպի ես, բայց դու սպասելիք ունես, որ այդ մարդն էլ է այդ տիպի։ Այդ մարդը այդ տիպի չի։ Ու այդտեղից սկսվում է քո, չգիտեմ, հիասթափությունը գուցե կամ այն որ sense մտածում ես ինչ որ մի բան այն չի։ Հետո երբ հատկապես մոտիկ ընկերները ինչ որ մի սխալ են թույլ տալիս, իմ համար դա աններելի է, որովհետև եթե մոտիկ ընկերը գիտի քեզ ամբողջությամբ ինքը այդ սխալը թույլ է տալիս, ուրեմն դա մտածված է։ Գիտես Արմուշի հետ երբ որ խոսում ենք, նախ շատ է ուրախացել, որ ինքը վերադարձել է, հիմա ստեղ հնարավորություն ունի ստեղծագործելու։ Ինչ ես կարծում, եթե Վահագը ունենա այդ առաջարկը, կվերադառնա։ Մենակ Վահագը միասին։ Մենք որովհետև չեմ կարծում, որ մեկը մնա միտեղ, մյուսը մնա միտեղ, մենք չենք կարող տենց։ Դա ողջունելի է, երևի, չգիտեմ, Արմուշի կինո, ես պատկերացնում ինչ բարդությունների միջով է անցնում մենակով։ Դե կարծում եմ, որ դա միևնույնը ժամանակավոր է, բայց ես միևնույնն է դա չեմ կարող։ Ինձ համար դա շատ անհարմար մի բան է։ Նույնն էլ Վահագի, պատմած ասենք ես օրինակ գամ Հայաստան, Վահագը մնա, չէ, շատ անհարմար է։ Ու այն որ sense չենք պատկերացնում։ Իհարկե, եթե Վահագը ունենա առաջարկ, տես, մենք գնացել էինք ժամանակավոր աշխատելու։ Մենք մնացել ենք այնտեղ արդեն 8 տարի ապրում ենք, մենք սիրում ենք այնտեղ, բայց ոնց գնացել ենք միանգամից, տենց էլ կարող է միանգամից որոշումը կայացնեն գալու երբեք, չես կարող ասել երբեք, ես դա իմ վրա զգացել եմ հենց այդ արտահայտությունը։ Երբևիցե իմ մտքով չի անցել, որ ես կարող եմ Հայաստանից դուրս ապրեմ, որտեղ մենք որ գնում ենք հյուրախաղերի, մի ամիս ամենաշատն ա եղել, ես արդեն ասում եմ, վայ շունչդ կտրվում էր։ Վայ երբ են գնալու Երևան, երբ են գնալու Հայաստան։ Երևանի ամենից շատ ինչն ես կարոտում Երևան։ Ամեն ինչը, ես ուրեմն ես ոնց եմ հասկանում, որ ես շատ եմ արդեն վատ եմ, երբ որ ես անընդհատ մտովի տարբեր փողոցներով քայլում եմ, ասենց չգիտեմ, ծառթուղ, ծաղիկ, կաֆե, աթոռ, սիգնալ, տաքսիստ, այդ այնց, որ ասենց սաղ այդ մտքիս մեջ այդ ամբողջ Երևանն է։ Ես հասկանում, որ ես վсё վատ եմ։ Սիրած փողոցը որն է։ Աբովյան փողոցը։ Առաջին սրճարանը, որ ուզում ես գաս ունեցես, որն է։ Առաջին սրճարանը Փարիզյան սուրճ։ Ունենք հրաշալի մի ընկեր, խոսքը Ամիոբանկի մասին է։ Ինքը սրտի տանիքներովի ընկերն է ու դառնում է Ամիոբանկի Visa Platinum քարտը բոլոր այն մարդկանց ընկերը, ովքեր սիրում են ճամփորդել։ Իսկ ես շատ եմ սիրում։ Ուրեմն սկսած բիզնես սրահից դու անվճար հյուրասիրվում ես, եթե ունես Ամիոբանկի Visa Platinum քարտը եւ ճամփյուկներդ անվճար փաթեթավորում են, դու այն գրանցման հերթերին չես սպասում, որտեղ դու ունես այս քարտը, մեկնում ես ավտոմեքենա ես վարձում 30% զեղչով, աստված մի Արասեփչյանում է գալիս են անվճար վերանորոգման, թռիչքը տուշացրել են, որոշ ժամանակ հետո գումարի տեսքով պիտի կոմպենսացնեն, որտեղ դու ունես այս քարտը, ու այսուհետ դու ունենալու ես այս քարտին, այո։ Եվ առավել եւս որ գոնե մեկ անգամ տարին դու գալիս ես Հայաստան ու վերադառնում ԱՄՆ։ Մի փաթեթավորեք, ես հերթ չեմ տանում։ Հիմա Ամիոբանկը քեզ համար բլից հարց է պատրաստել, 3 բլից հարց եմ ուզում տալ։ Ընկերներդ պարտադիր ինչ հատկանիշներով պիտի օժտված լինեն։ Ընկերներս պետք է լինեն ազնիվ, հավատարիմ, լավ ընկեր։ Աշոտի համար տղայիդ դու ավակ ընկեր ես, թե հավասարը հավասարի։ Հավասար չէ, ուզես էլ չես կարող հավասար լինել, ավակ ընկեր։ Ամուսինները առաջին հերթին պիտի լինեն լավ սիրեկաններ, թե լավ ընկերներ։ Գիտես, երկար ճանապարհ գնալու համար լավ ընկերներ։ Դու ունես այս քարտը, կարող ես այսուհետ հանգիստ ճանապարհորդել, մինչև այս էլ է ճանապարհորդում, դու բայց կհասկանաս, թե Ամիոյի այս քարտով ինչքան հաճելի ու թեթև եւ ուրախ է դառնում այդ ճամփորդությունը։ Շնորհակալություն, շատ շնորհակալ եմ։ Իրականում մենք շատ ենք ճամփորդում եւ կարծում եմ այս անգամ մի հատ կփորձենք այս զորությունը։ Իրեն, Արմուշի հետ որ խոսում էի, ասում էր հատուկ
ցուցակ ես կազմում, schedule ես կազմում, որպեսզի դու կոմունալներդ չմոռանաս։ Ամերիկայում այդ բարդ է այդ կոմունալները։ Ոնց հասկանում եմ, շատ ծախսատար։ Հիմա մենք ունենք հրաշալի գործընկեր, մեր Ital Solar-ը առաջարկում է առհասարակ չվճարել հոսանքի համար։ Եթե դու ձեռք ես բերում արևային կայան ու ինքը ունի 10 եւ ավելի հզորություն, ուրեմն քեզ անվճար նվիրում են էլեկտրական Breno կաթսա, որը ստեղծվել է հատուկ հայ ինժեներների պատվերով, մեր բնակլիմայական պայմանները հաշվի առնելով։ Այսինքն այս Breno կաթսան արդեն ջեռուցումատուն եւ դու գազի կարիք չունես եւ հոսանքի համար, քանի որ այլևս չես վճարում, տանը ջեռուցումը լինում է անվճար։ Ինչ հետաքրքիր է։ Գիտեմ, որ ձեր սեփական տունը հոկտեմբերյանի հիմա Վահագը էլ ավելի է թարմացնում։ Իսկ մեծ առաջարկը ճիշտ ժամանակին է։ Ու բացի այդ հիշում ես դու փայլունից 90-ականներ են, որ լույս չկար, ոչինչ չկար ու տխուր է շատ։ Հիմա եթե ուզում ենք խուսափել հոսանքազրկումից, որը երբեմն լինում է կրկին, ձեռք եք բերում կուտակիչներ։ Ուրեմն եթե ձեռք ես բերում արևային կայան 5 կիլովատ եւ ավելի հզորությամբ, դու կարող ես 30% զեղչով ձեռք բերել արևային կուտակիչ, որը որ հոսանքը կլանում է իր մեջ, իսկ երբ որ լինում է հոսանքազրկում, հատուկ համակարգի միջոցով դու անցնում ես արդեն քո կուտակած էներգիային։ Ավելի ճիշտ ակումուլյատորը, հիշում ես այդ ակումուլյատորները, որը պահեստավորում է այդ էներգիան։ Մի խոսքով հիշեցիր 812 Ital Solar Վահագին կասես։ Ես էլ կասեմ, բայց դե քո ասածը ուրիշ է։ 812 Ital Solar։ Իրեն, քանի որ նայում եի Instagram-ը թերթում եի ու հասկանում եի, որ Գյումրիում ես ու այդ ստորիները չէին ավարտվում, ոնց էիր վայելում, ես տեսա, որ դու գնացել էիր նաև Ֆրունզիկի Մհեր Մկրտչյանի թանգարան, ճիշտ է՞մ։ Թանգարան էր կոչվում։ Գիտես, ասեցին թանգարան, բայց նա այնտեղ չի ապրել։ Ինձ բացատրեցին, որ շատ հաճախ գնացել են տեղ խաշուտելու, ինչ որ տենց ու բոլոր ոնց որ հենց այդ քանի որ այդ սենյակը պարունակում էր իր աուրան, պահպանում էր Ֆրունզիկի աուրան, Մհեր Մկրտչյանի, դրա համար իրանք տենց սարքել էին տուն թանգարան, բայց իրական նա այնտեղ չի ապրել, այդ տան մեջ չի ապրել։ Հիմա ես ու դու վայելելու ենք Ֆրունզիկ գինի, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանի կողմից ստեղծված սիրովլի գինի Ֆրունզիկ, որպեսզի այս տանիքի հուշերը քեզ հետ միշտ տանես, ու երբ որ ամեն անգամ Ֆրունզիկից կումանես, ակամա գաս ինձ հետ տանիք։ Այո, կամ մտովի պատկերացնեմ, որ մենք նորից հաղորդում ենք։ Համեղ գինի, սպիտակ գինի սիրում եմ եւ սա շատ համեղ էր։ Իրենք ունեն միջայլոց կարմիրը եւ ռոզեն, բայց չգիտեմ ինչու որոշեցի, որ տանիքում այսօր սպիտակը իրար հետ խմենք ու ճիշտ է սպիտակ գինի եմ սիրում։ Իրեն, երբ որ Վահագի հետ շատ վիճած եք լինում կամ կռված եք լինում, ով առաջին հաշտվում։ Վահագը։ Սերը տրանսֆորմացիայի ենթարկվում, հա։ Ժամանակի ընթացքում։ Այո, գուցե, այո։ Ստաբիլություն թե ազատություն։ Ազատություն։ Մտքով թե սրտով։ Նայած որտեղ։ Վերջին անգամ երբ ես լաց եղել։ Մարտի 1-ին։ Երևանում գարուն էր։ Վերջին անգամ ումից ես ներողություն խնդրել։ Չեմ հիշում։ Իսկ ում ես ասել ես քեզ շատ եմ սիրում։ Աշիս, Վահագին, Շանը, մամայից ես հիմա որ Հայաստանում եմ շատերին։ Քո կարծիքով մարդկային մեծագույն արժեքը որն է։ Մարդը, մարդ լինելը։ Ինչն է, որ երբեք չես ների։ Դավաճանություն։ Սկզբունք, որին երբեք չես դավաճանի։ Հավատարմություն։ Ասում որ հանդիպես ինչ կասես։ Շնորհակալություն։ Ու ինչ արժեք ես սովորեցրել։ Հարցերին նայել շատ ավելի զուսպ։ Ես քեզ շնորհակալ եմ, որ մենք հանդիպեցինք ու սենց ջերմ ու անկեղծ տանիքում զրուցեցինք։ Հիմա ուզում եմ որ միասին շատ բարձր այս տանիքից գոռանք, որը որ իմ անտիստրեսն է։ Մարդկա լաց է լինում, ես էլ եմ հաճախ լաց լինում, բայց ինձ լաց լինելուց հաճախ փրկում է այս իմ գոռալը։ Հա։ Հաղորդման գործընկերն է Ital Solar-ը, Ամիո բանկը, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր Ֆրունզիկ գինիներով, սրտի տանիքներով։
Շնորհակալություն Թինա Թևոսյան Beauty Center-ի։ Musa Production